Հարգելի իմ դիտորդ, քանի որ օգոստոս ամիսը մեր համար լինելու է խավարումների միջանցք, ունենք ուրեմն Արեգակի լիակատար խավարում Այրուծի նշանում օգոստոսի 12-ին և Լուսնի մասնակի խավարում Ձկներ նշանում օգոստոսի 28-ին։ Եկեք կենդանակերպի յուրաքանչյուր նշանի տեսնենք առանձին, թե խավարումները, այս խավարումների միջանցքը ինչպես կարող է ազդել կենդանակերպի 12 նշանների վրա։ Ուրեմն հարգելի խոյեր, ձեր անձնական կյանք և սերը։ Այրուծի խավարումը ակտիվացնում է ձեր 5-րդ տունը, սա բերում է նոր, բուռն սիրավեպեր կամ առկա հարաբերությունների թարմացում, հնարավոր է նաև լուրեր ընտանիքի համալրման կամ հղիության մասին։ Աշխատանք և ֆինանսներ։ Տեսեք, ձկների խավարումը 12-րդ տան հուշում է, որ պետք է ավարտին հասցնել գաղտնի կամ կուլիսային նախագծերը, խուսափեք ֆինանսական արկածախնդրությունից։ Առողջությունը լավ ժամանակ է քրոնիկ հոգնածությունից ազատվելու, յոգայով զբաղվելու, մեդիտացիայով զբաղվելու համար։ Հարգելի ցուլեր, անձնական կյանք և սեր։ Խավարումները շեշտը դնում են տան ընտանիքի վրա, հնարավոր է լուրջ փոփոխություններ կապված բնակության վայրի, տան վերանորոգման կամ ծնողների հետ հարաբերությունների հետ։ Աշխատանք և ֆինանսներ։ Ձկների խավարումը 11-րդ տանը կբերի փոփոխություններ ձեր համախոհների թվում կամ բիզնես գործընկերների շրջանում, կարող են փակվել մի մեծ հանրային նախագիծ։ Ձեր առողջությունը լարված կլինի, էմոցիոնալ ֆոնը, անհրաժեշտ է պահպանել ներքին հանգստություն։ Հարգելի երկվորյակներ, անձնական կյանքը և սերը ձեր։ Օգոստոսի 12-ի խավարումը 3-րդ տանը կստիպի ձեզ վերանայել շփման ձևը մերձավորների, եղբայրների կամ քույրերի հետ։ Հնարավոր է կարճատև, բայց նաև ճակատագրական ուղևորություններ։ Աշխատանք և ֆինանսներ։ Ձկների խավարումը հարվածում է կարիերայի 10-րդ տանը, սա ձեր կարիերայի գագաթնակետն է կամ կտրուկ շրջադարձը ղեկավարության փոփոխության, աշխատանքից դուրս գալ կամ նոր պաշտոն ստանալու մեջ։ Նյարդային համակարգը ծանրաբեռնված է, խուսափեք տեղեկատվական աղբից։ Հարգելի խեցգետիններ, անձնական կյանք և սեր։ 9-րդ տան խավարումը օգոստոսի 28-ին կարող է բերել աշխատանքային փոփոխություն, ծանոթություն արտասահմանցու հետ կամ հեռահար սիրավեպ։ Ձեր աշխատանքը և ֆինանսները։ Առյուծի խավարումը ձեր ֆինանսական 2-րդ տանն է, սա կտրուկ կփոխի ձեր եկամտի աղբյուրները, հնարավոր է մեծ գնումներ, աշխատավարձի բարձրացում կամ հին ֆինանսական մոդելի հրաժարում։ Ձեր առողջությունը, ուշադիր եղեք սննդակարգի, էներգիայի պակասի և կարող է որոշակի խնդիրներ ունենալ մարսողության հետ կապված։ Հարգելի առյուծներ, դուք այս ամսվա գլխավոր հերոսն եք։ Օգոստոսի 12-ի Արեգակի խավարումը ձեր առաջին տանն է։ Դուք ամբողջությամբ փոխում եք ձեր իմիջը, անձնական նպատակները և հարաբերությունները, նույնիսկ հարաբերություններում ձեր դերը։ Հին կապերը, որոնք ձեզ ճնշում էին, կխզվեն։ Աշխատանք և ֆինանսներ։ Օգոստոսի 28-ի խավարումը 8-րդ տանը կստիպի լուծել վարկերի, հարկերի կամ գործընկերոջ հետ համատեղ ֆինանսների հարցը, հնարավոր է խոշոր ներդրում կամ պարտքի փակում։ Ձեր առողջությունը, բարձր էներգետիկ պոտենցիալ, սակայն սրտանոթային համակարգը խնամքի և ուշադրության կարիք ունի։ Հարգելի կույսեր, անձնական կյանք և սեր։ Ձկների խավարումը օգոստոսի 28-ին ուղիղ հարվածում է ձեր հարաբերությունների 7-րդ տանը, սա ճակատագրական պահ է զույգերի համար կամ ամուսնության որոշում կամ վերջնական ամուսնալուծություն։ Աշխատանք և ֆինանսներ։ 12-րդ տան խավարումը օգոստոսի 12 հուշում է, որ ժամանակն է ազատվել հին, չաշխատող բիզնես ծրագրերից։ Լավ շրջան է անհատական գաղտնի աշխատանքի համար։ Հոգեկան առողջությունը և քունը առաջնահերթություն է լինելու ձեզ համար, հնարավոր է որոշակի անհանգստության աճ։ Կշեռքներ, անձնական կյանք և սեր։ Առյուծի խավարումը 11-րդ տանը բերում է նոր ընկերական շրջապատի հանրային ճանաչում, դուք կդառնաք ավելի մագնիսական և ավելի գրավիչ։
Աշխատանք և ֆինանսներ։ Օգոստոսի 28-ի խավարումը 6-րդ տանը կբերի փոփոխություններ ձեր ամենօրյա աշխատանքային գրաֆիկում, հնարավոր է աշխատակիցների փոփոխություն կամ պարտականությունների վերաբաշխում։ Առողջության հետ կապված ժամանակն է անցնել առողջ ապրելակերպին, հրաժարվել վատ սովորություններից և հետևել քրոնիկ հիվանդություններին։ Կարիճ, անձնական կյանք և սեր։ Ձկների խավարումը 5-րդ տանը կբերի էմոցիոնալ պոռթկումներ սիրային ճակատում, հնարավոր է հին սիրո վերադարձ կամ ստեղծագործական մեծ ներշնչանք։ Ձեր աշխատանքը և ֆինանսները օգոստոսի 12-ի խավարումը ձեր կարիերայի 10-րդ տանն է, սա կարող է լինել ձեր հաղթանակի կամ կարիերայի կտրուկ փոփոխության պահը։ Ձեզ սպասում է մեծ պատասխանատվություն և նոր կարգավիճակ։ Առողջության հետ կապված խուսափեք էմոցիոնալ գերծանրաբեռնվածությունից և հատկապես աշխատանքի հետ կապված։ Հարգելի աղեղնավորներ, անձնական կյանք և սեր։ Ձկների խավարումը 4-րդ տան ուշադրությունը կսևեռի ընտանիքի կացարանի և տան վրա, հնարավոր է անշարժ զգույքի գնում կամ ընտանեկան կարևոր գաղտնիքների բացահայտում։ Աշխատանք և ֆինանսներ։ 9-րդ տան խավարումը օգոստոսի 12-ին բացում է դռները արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքի, կրթության կամ հրատարակչական գործողության համար։ Լավ շրջան է ֆիզիկական ակտիվության, ճամփորդների միջոցով էներգիան վերականգնելու համար, ճամփորդությունների ավելի շուտ միջոցով։ Հարգելի ածեղջուրներ, անձնական կյանք և սեր։ 3-րդ տան խավարումը օգոստոսի 28-ին կբերի կարևոր խոսակցություններ, որոնք կպարզեն ձեր հարաբերությունների ապագան մերձավորների հետ։ Աշխատանք և ֆինանսներ։ Օգոստոսի 12-ի խավարումը 8-րդ տանն է, ճակատագրական ֆինանսների ոլորտ։ Սա կարող է բերել խոշոր ժառանգություն, ներդրումների հաջողություն կամ զուգընկերոջ եկամտի կտրուկ աճ և աշխատանքի կամ ֆինանսների փոփոխություն։ Բարձր է տրավմաների հավանականությունը, զգույշ ենք լինում էքստրեմալ իրավիճակների հետ կապված։ Ջրհոսներ, անձնական կյանք և սեր։ Օգոստոսի 12-ի խավարումը ձեր հակադիր 7-րդ տանն է, սա գործընկերության տանն է։ Ձեր անձնական կամ գործնական հարաբերությունները կանցնեն լրջագույն փորձության կամ նոր մակարդակ կտանեն դեպի ամուսնության կամ վերջնական բաժանման։ Աշխատանք և ֆինանսներ։ Ձկների խավարումը 2-րդ տան օգոստոսի 28-ին կստիպի վերանայել ձեր անձնական բյուջեն, հնարավոր է եկամտի հին աղբյուրի փակում և ավելի շահավետ տարբերակի հայտնվել։ Ձեր առողջության հետ կապված էներգիայի հոսքը կապված է զուգընկերոջ հետ ունեցած հարաբերությունների որակից։ Որքան առողջ լինի ձեր զուգընկերոջ հետ ձեր հարաբերությունները, այդքան դուք առողջ կլինեք ձեր ֆիզիկական մարմնում։ Հարգելի ձկներ, ձեր անձնական կյանքը և սերը։ Օգոստոսի 28-ին լուսնի խավարումը ձեր սեփական առաջին տանն է, սա ձեր անձնական տրանսֆորմացիայի գագաթնակետն է։ Դուք ազատվում եք այն ամենից, ինչը ձեզ թույլ չէր տալիս առաջ շարժվել։ Աշխատանք և ֆինանս։ Առյուծի խավարումը 6-րդ տանը կփոխի ձեր կացուձևը, աշխատանքային պայմանները, հնարավոր է նոր աշխատանքի առաջարկ կամ հին պարտականությունների ազատում։ Տեսեք, այստեղ ձկներ, ձեր մոտ առողջությունը ամենախոցելինն է, խստորեն հետևեք ձեր ինքնազգացողությանը, մի գերհոգնեք և բացառեք ձեր կյանքից ստրեսը։ Հարգելի կենդանակերպի 12 նշաններ, սա ձեր խավարումների այսպես միջանցքում տեղի ունեցող էներգիան էր հորար քարտեզով։